Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեր հաղորդաշարի ընթացքում ձեզ ենք ներկայացնում մեր ժողովրդի անցյալի կարևոր դրվագները, ոչ միայն հիշելու, այլև հասկանալու, ոչ միայն վերհիշելու, այլև վերլուծելու, ոչ միայն հպարտանալու կամ ափսոսալու, այլև սովորելու, որովհետև այս պատմությունները դարերի խորքից լուռ, բայց վճռական մի բան են ասում. դասեր քաղիր անցյալից, որ չկորցնես ապագադ։ Այսօր, երբ վերլուծում ենք մեր անցյալի ամեն մի քայլը, փորձում ենք տեսնել ոչ թե միայն այն, ինչ եղել է, այլև ինչ կարող է լինել, եթե դասեր քաղեինք անցյալից։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն ուզում է հիշեցնել, որ ոչ ոք չի պատմելու մեր պատմությունը մեր փոխարեն։ Ուրեմն եկեք ընկալենք, հասկանանք և ապրենք այն դասերով, որ անցյալը թողել է մեզ որպես հիշեցում, որպես զգուշացում և որպես հույս։ Այսօրվա թողարկման ժամանակ անդրադառնալու ենք դաշնակցական և բոլշևիկ գործիչների լուռ համագործակցության մի դրվագի։ Այսօրվա պատմությունը ոչ միայն քաղաքականության մասին է, այլև բարոյականության, ազգի նկատմամբ պատասխանատվության զգացումի, պատմություն, որ սկսվում է արյունակից երկու մոտիկ բարեկամների մանկությամբ։ Նոր Նախիջևանում բաժանվում է քաղաքական ճանապարհներով, բայց հանրության համար աննկատ վերամիավորվում է հանուն հայրենիքի։ Խոսելու ենք Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության և Խորհրդային Հայաստանի իշխանությունների ակամա համագործակցության մասին։ Այդ համագործակցությունը մի ուշագրավ պատմիպատ է փաստվել Սիմոն Վրացյանի և Սարգիս Լուկաշինի 1926 թվականի հանդիպմամբ Ֆրանսիայի փոքրիկ քաղաքի Խուլ սրճարանում։ Սիմոն Վրացյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետը, և Սարգիս Լուկաշինը, Խորհրդային Հայաստանի կառավարության նախկին ղեկավարն ու անդրֆեդերացիայի մի բարձրաստիճան պաշտոնյա։ Քաղաքական առումով երկու թևերի հակառակ բևեռներում գտնվող անձիկ, բայց նրանք նաև ընդհանրություններ ունեին, արյունակից եղբայրներ էին մորական կողմից ու նաև անսահման սիրում էին Հայաստանը։ Երկուսն էլ ծնվել են Նոր Նախիջևանում։ Երիտասարդ տարիները միասին էին անցկացել, միասին մեծացել, բայց դպրոցն ավարտելուց հետո ճակատագրերն իրենց տարան տարբեր ուղղություններով։ Սիմոնը գնաց Պետերբուրգ և դարձավ դաշնակցական, Սարգիսը Բաքու և դարձավ մարքսիստ, հավատալով Ստեփան Շահումյանի գաղափարներին։ Այսպիսով եղբայրներն ընկնում են քաղաքական հակադիր ճամբարներ։ 1920 թվականին Հայաստանը խորհրդայնանում է և Վրացյանը 21 թվականի փետրվարյան ապստամբության պարտությունից հետո որպես Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար գործիչ տարագրվում է արտասահման։ Լուկաշինը մինչ այդ գործունեություն էր ծավալել Խորհրդային Ռուսաստանում, վերադառնում է Հայաստան և 1922-25 թվականներին գլխավորում է Խորհրդային Հայաստանի կառավարությունը։ Եվ ահա 1926 թվականն է։ Լուկաշինը որպես Անդրկովկասյան խորհրդային ֆեդերացիայի Կենտկոզգոմի նախագահի տեղակալ գործուղմամբ Ֆրանսիայում է։ Նա ուզում է հանդիպել Սիմոն Վրացյանին, բայց ինչպես դա անել առանց խորհրդային մարմինների ուշադրությունը գրավելու։ Միջնորդ է դառնում Մարտիրոս Սարյանը, նրանց նոր նախիջևանցի համալրկրացին և երկուսի ընկերը։ Սարյանը խորհրդային Հայաստանում ապրող նկարիչ էր, հումանիստ, հանճարեղ մտավորական, առանց վարանելու համաձայնվում է, գիտակցելով նաև խորհրդային բռնատիրության պայմաններում այս քայլի վտանգավորությունը իր կյանքի համար։ Եվ ահա Ֆրանսիայի մի փոքրիկ քաղաքի գիշերային սրճարանում հեռու մարդկանց աչքից Վրացյանն ու Լուկաշինը տարիների դադարից հետո հանդիպում են։ Գիշերվա այդ սրճարանի միակ հաճախորդները հենց իրենք էին։ Վրացյանը հանդիպման ժամանակ հեգնում է, ասելով, որ իրենք դաշնակցականները հայրենիքում ընկալում են որպես դավաճաններ և իրենց կարիքը ոչ ոք չի զգում։ Լուկաշինը հանկարծակի չի գալիս, նա արձագանքում է հետևյալ համոզմունքով, որ արտասահմանում դաշնակցականների քննադատությունը խորհրդային իշխանությունների հասցեին իրականում նպաստում է Խորհրդային Հայաստանի շահերին։ Բերեմ նրա խոսքի իմաստային վերաշարադրանքը։ Մենք
Դաշնակցության պաշտոնաթեթ դրոշակի նյութերով գնում ենք Մոսկվա եւ ցույց ենք տալիս, թե ինչպես է արտասահմանյան մամուլը քննադատում Մոսկվային Հայաստանի նկատմամբ ցուցաբերած անուշադրության համար։ Սա օգնում է մեզ Մոսկվայից ավելին կորզել։ Ահա օրինակ, Շաքարի գործարանի կառուցումը, դա արդյունք է նման ճշմարտ։ Նույն մարտավարությունը կիրառում էին վրաց բոլշևիկները, օգտագործելով վրաց մենշևիկների քննադատությունը։ Սա առաջին հայացքից աբսուրդ է թվում, բայց ոչ, իրականություն է։ Խորհրդային Հայաստանի բարձրաստիճան ղեկավարը հորդորում է իր քաղաքական հակառակորդին շարունակել քննադատել խորհրդային համակարգը, հանուն խորհրդային Հայաստանի։ Այս հանդիպումը երկար ժամանակ չբացահայտվեց, չվտանգեց որևէ մեկի կյանքը, բայց փոխարենը ամրագրեց հայրենիքին օգտակար լինելու մոտեցումներ, խորացրեց փոխադարձ հարգանքը եւ վերջում բաժանվեցին ոչ թե որպես թշնամիներ, այլ որպես մարդիկ, ովքեր մի բանով համակարծիք էին. հայրենիքը վեր է ամեն ինչից։ Երկուսն էլ իրենց կարողությունների սահմաններում նպաստեցին հայրենիքին եւ հայությանը։ Այս պատմությունը մեզ մի քանի պարզ, բայց խորիմաստ բան է հիշեցնում։ Երբ խոսքը հայրենիքի մասին է, գաղափարական պատնեշները կարող են փլվել։ Քաղաքական հակառակորդ լինել չի նշանակում լինել թշնամի։ Պետության շահը պետք է բարձր լինի անձնական վիրավորանքներից, անցյալի չարությունից։ Հայրենիքի հանդեպ սիրո եւ պատասխանատվության զգացումը կարող է միավորել անգամ բաժանված եղբայրներին։ Եվ նաեւ այս պատմության երրորդ առանցքը Մարտիրոս Սարյանը, նա հիշեցնում է մեզ մտավորականի դերը, նա ռիսկի էր գնում, առանց բարձրաձայնելու, առանց երախտիկի սպասելու։ Նա հավատում էր երկխոսությանը, հաշտեցմանը եւ ապացուցեց, որ արվեստագետն ու մարդը կարող են զբաղվել քաղաքականությամբ։ Այսօր մենք ապրում ենք բևեռացվածության, բաժանման, ներքին պայքարի, փոխադարձ անվստահության մթնոլորտում։ Այս պատմությունը հիշեցնում է, հնարավոր է մտածել տարբեր կերպ, բայց գործել միասին։ Պետք է կարողանալ հասկանալ, որ հայրենիքը մեզ բոլորինս է, թե իշխանության համակրողինը, թե ընդդիմախոսինը, թե ներսում ապրողինը, թե արտերկրում տարագրինը։ Ու այսօր էլ մեր հայրենիքն ունի միավորվածության կարիք, ոչ թե միանմանության, այլ փոխըմբռնման, որոշիչ պահերին անձնականը մի կողմ դնելու կամք։ Եվ վերջապես Սիմոն Վրացյանն ու Սարգիս Լուկաշինը մեզ սովորեցնում են մի բան. հայրենիքին ծառայելը պարտադիր քաղաքական դիրքորոշում չի պահանջում, պահանջում է խիղճ, նվիրում, սեր։ Մեր պատմության մեջ միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր չնայած տարբերությանը միավորվել են հանուն մի բանի՝ հայրենիքի։ Ի վերջո մենք ենք մեր պատմությունը։ Նվիրումով ու հավատով ապրած սերունդները չեն մոռանում իրենց ժողովրդի զոհողությունները։ Հետևաբար, նույնիսկ երբ թվում է, թե անհույս է, մենք պետք է հիշենք, հոգու ուժը կարող է հաղթել ցանկացած փորձություն։ Հայոց պատմությունը հարուստ է ոչ միայն հերոսական եւ ողբերգական իրադարձություններով, այլև խոր եւ հավերժ մնացող դասերով։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարը նպատակ ունի վերաշարադրել կարևոր դրվագներ, բայց ոչ միայն պատմելու համար, այլ վերլուծելու, հասկանալու, ինչու այդպես եղավ, ինչ հետևանքներ ունեցավ եւ ամենակարևորը, ինչ կարող ենք քաղել այդ փորձից։ Քանի որ պատմությունը մեր ուսուցիչն է, պետք է ցանկանանք դասեր քաղել եւ ոչ թե կրկնել նույն սխալները։ Դասը սովորողը հաջողությամբ հաղթահարում է փորձը, իսկ չսովորածը կրկնում է սխալը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր պատմության եւ նոր դասի հետ։ Ցտեսություն։